Սիրելի հեռուստադիտողներ, ուրերի ժամը շարունակվում է առաջիկա րոպեների ընթացքում խոսելու ենք մի շատ գեղեցիկ եւ կարեւոր նախաձեռնության մասին, որը իրականություն է դարձել Los Angeles County մտավոր առողջության դեպարտամենտի նախաձեռնությամբ։ Ծրագիրը կոչվում է Հայ պոեզիայի երեկոներ եւ այն հնարավորություն է տալու հայ համայնքի ներկայացուցիչներին պոեզիայի գեղեցիկ երեկոների շարքի միջոցով բացահայտել հայ գրողներին, բացահայտել հայոց պատմությունը, անցյալն ու ներկան։ Գեղեցիկ այս նախաձեռնությունը, ինչպես նշեցինք, իրականություն է դարձել Los Angeles County մտավոր առողջության դեպարտամենտի կողմից եւ ծրագրի մանրամասներին տեղեկանալու նպատակով այս պահին արդեն մեր տաղավարում հյուրընկալել ենք բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են ծրագրի հաջող իրագործմանը։ Առաջին իմ հարցը ուղղված է լինելու Los Angeles County մտավոր առողջության դեպարտամենտը ներկայացնող բժիշկ Աննա Եռալյանին, ով երկար տարիներ հայ համայնքում ամենատարբեր ծրագրերի հեղինակ է եղել եւ հաջողությամբ այդ ծրագրերը կյանքի են կոչվել եւ այս մեկը եւս այդ առումով բացառություն չի լինելու։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում կրկին հյուրընկալվելու համար, միշտ հաճելի է ձեզ տեսնել, քանի որ դուք միշտ հայ համայնքին եք ներկայացնում գեղեցիկ ծրագրեր, հատկապես ծրագրեր, որոնք ուղղված են մտավոր առողջությանը, մտավոր զարգացմանը, որոնք այսօր գիտենք մեր կյանքում ինչքան կարևոր նշանակություն ունեն։ Խնդրեմ մի փոքր Շատ շնորհակալ եմ Արմինե ջան, շնորհակալ եմ այստեղ լինելու համար, իրոք։ Շնորհակալություն։ Հայ պոեզիայի երեկոներ աննախադեպ մի նախաձեռնություն է եւ հաճախ չի կարելի հանդիպել նման ծրագրերի։ Այ խնդրեմ մի փոքր ներկայացնեք, որտեղից գաղափարը եկավ այս ծրագիրը իրականացնելու։ Այո, ուրեմն 2004 թվականին Կալիֆոռնիայի ընտրողները ընտրեցին Proposition 63, Proposition 63-ը Mental Health Service Act, հոգեկան առողջությունների սերվիսների ակտը, որ Կալիֆոռնիայի համայնքի համար ուրեմն ներառեց հոգեբանական, հոգեբուժական ծառայություններ այն համայնքների համար, որ պատմական առումով նրանք այդքան սերվիսներ չեն ստացել հոգեբանական կամ հոգեբուժական, կամ գումարը չեն ունեցել, կամ չեն իմացել սերվիսների համար։ Ուրեմն այդ ակտի ներքո Los Angeles County Department of Mental Health-ում ստեղծվեցին կոմիտեներ տարբեր ազգերի համար, ասենք African American, Asian, Latino եւ Eastern European, Middle Eastern subcommittee, որի լիազորը տարիների ընթացքում ես եմ եղել եւ ուրեմն այս կոմիտեում մեր community համայնքի, ասենք representative-ները, member-ները, activist-ները գալիս են, ասենք դա կարող է լինել հենց բժիշկներ, հոգեբաններ, հոգեբուժներ, սոցիալական ծառայողներ, case manager-ներ, marriage and family therapist-ներ եւ խոսում ենք մեր ազգի հոգեբանական կարիքների մասին եւ դրա հետ մեկտեղ հենց առաջարկում են տարբեր հոգեբանական հենց պրոջեկտներ։ Ուրեմն այս կոմիտեն ներառում է տարբեր ազգերից եւ պրոջեկտները ստեղծվելու են տարբեր ազգերի համար։ Armenian, մեր հայ համայնքը, ռուս, պարսիկ եւ արաբ համայնքների համար։ Եվ հենց այս մեր կոմիտեի անդամներն են, որ առաջարկեցին Armenian Poetry Night event-ները, մեր հայ պոեզիայի երեկոները մեր ազգի համար։ Խնդրեմ մի փոքր պատմեք, կմանրամասնեք, ինչ է նախատեսում միջոցառումների, ինչ շարք է նախատեսվում, քանի միջոցառումներ են իրականացվելու եւ ում է հասցեագրված այս միջոցառումների շարքը։ Այո, ուրեմն ընդհանուր առումով ունենալու ենք 20 միջոցառումներ եւ հենց տարբեր մեր ազգի տարբեր տարիքային համայնքների համար։ Օրինակ, շատը լինելու է մեծահասակների համար։ Լինելու են հենց senior center-ներում, adult daycare center-ներում, home health care-ներում, nursing home-ներում մեր մեծահասակների համար։ Բայց մենք ցանկանում ենք նաև ունենալ մի քանի event-ներ, միջոցառումներ հենց ջահելների համար, չափահասների համար եւ նաև ցանկանում ենք ունենալ 3-ից 4 միջոցառումներ մանուկների համար, երեխաների եւ իրենց ծնողների համար, երևի մանկապարտեզներում, դպրոցներում, public library-ներում եւ այլն։ Շնորհակալություն, կասեք մի փոքր ծրագրի նպատակը որն է, ինչ կարևոր ազդեցություն այն կարող է ունենալ։ Այո, ուրեմն այս ծրագիրը ներառում է առաջինը ունենալու ենք հենց ասմունքողներ։ Poetry reader, ասմունքողներ, որ կարդալու են, արտասանելու են մեր հայ հանճարների գրած գեղեցիկ բանաստեղծությունները, օրինակ Եղիշե Չարենց, Հովանես Թումանյան, Վահան Տերյան, Պարուր Սևակի, ասենք հենց
պոեզիաները եւ դրանից հետո ուրեմն ունենալու ենք հոգեբաններ, marriage and family therapist-ներ, որ ունենալու են, ասենք, խոսալու են հենց այդ պոեմների մասին եւ օգնելու են, որ մասնակիցները Պոեզիայի մասնակիցները բացվեն եւ արտահայտեն իրենց զգացմունքները, մտածելակերպները, հոգեկան առողջության մասին խոսեն, իրենց առօրյա կոնֆլիկտները, կյանքի խնդիրների մասին կիսվեն եւ ասենք մնացած մարդիկ հենց լսելու են, աջակցություն են տալու։ So ինչ է կատարվում։ Ուրեմն այս հոգեբանները պոեզիայից հետո օգնելու են, որ անձինք բացվեն, կիսվեն իրենց խոցելի խնդիրների մասին, իրենց զգացմունքների հույզերի մասին եւ հենց safe space, այսինքն շատ ապահով միջավայր է ստեղծվելու, որ այս ամենը բացվի, մի հզոր երևույթ է, երբ որ անձը, ասենք, բացվում է եւ խոսում է իր զգացմունքների, իր խոցելի հենց հույզերի մասին եւ ստանում է աջակցություն, հոգեկան աջակցություն եւ հենց դա լինում է շատ բուժիչ մեր համայնքի համար եւ դա է ստացվելու։ Շարունակելով բուժիչ լինելու հետևանքների մասին խոսքը, հաջորդ հարցս կցանկանայի ուղղել թերապևտ Ֆիոնա Դալիերին, անչափ ուրախ ենք ձեզ եւս մեր տաղավարին հյուրընկալելու համար։ Խնդրեմ մի փոքր դուք ներկայացնեք որպես մասնագետ, այ նման երեկոները ինչ ազդեցություն կարող են ունենալ հատկապես տարեցների համար, այ մտավոր առողջության համար եւ այլն, ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Այո, շատ ուզում ենք իրանց կյանքի մասին լսենք, ինչ են փոքրություն մինչև հիմա իր սիրտների մեջ ինչ կա, դուս հանեն, որ միասին լսանք ու տեսնենք անհանգստությունը մեկի քիչացնենք ու միասին լսենք այս գրիչները։ Հետաքրքիր իմանալ այ գրականությունը, պոեզիան ինչ ազդեցություն կարող են ունենալ մտավոր առողջության համար։ Հայտնի է, որ մտավոր առողջության խնդիրների պարագայում շատ հաճախ օրինակ մարդկանց ասում են երաժշտությունը կարող է նպաստել, ծովը կարող է օգնել եւ այլն։ Այ պոեզիան, գրականությունը ինչ ազդեցություն կարող են ունենալ այս առումով։ Օգնում է, որ միասին մեբանենք, որ լսում ենք, միասին կարող ենք ավելի շատ օգնենք իրարու ու միասին ենք այս գրիչներին լսում ենք։ Շնորհակալություն։ Այ հետաքրքիր է իմանալ դոկտոր Երադյան, այ վստահ եմ դուք մինչ այս նման օրինակ բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել ձեր գլխավորությամբ, այ մի փոքր կկիսեք մեր հեռուստադիտողների հետ ինչ հաջողություններ են ունեցել այդ ծրագրերը, այ ինչ հաջողված պատմություններ կան, որ կցանկանայիք կիսվել։ Այո, ուրեմն արդեն մենք ունեցել ենք հենց տարբեր senior center-ներում, adult daycare center-ներում արդեն 5 տարբեր event-ներ են ունեցել պոեզիայի երեկոներ եւ հենց արձագանքը շատ դրական եւ շատ մեծ է եղել հենց մասնակիցները մեծահասակները պատմել են թե ինչ մեծ բավարարություն ստացան մեր պոեզիայի երեկոյից նրանք պատմում են թե այդ պոեզիաները մանավանդ այդ մեր հանճարների այդ գրածները շատ անգամ եղել են ցեղասպանության մասին այդ մեր դարավոր ոնց որ բարդ պատմության մասին ոնց որ կապել է իրենց նախնիների հետ օգնել է որ հենց իրենք հիշեն իրենց անցյալը այդ մեր իրենց տատիկների պապիկների պատմությունը եւ իրենց զգացմունքները դժվար ժամանակները մեր հայ ազգը դարերի ընթացքում որ անցել է եւ դրա հետ մեկտեղ նրանք պատմել են թե ինչ մեծ բավարարություն են ստացել ասենք entertainment առումով այդ պոեզիա երեկոներից պոեզիայի Կասեք մի փոքր քանի նման օրինակ երեկոներ են դեռ մնացել, որ պետք է անցկացվեն, ինչպես կարող են հերթագրվել կամ մասնակցել, մենք մեր հեռուստադիտողներին տեղյակ ենք պայել արդեն գովազդների միջոցով, որ մուտքը ազատ է լինելու, եւ մի փոքր ընդհանուր առմամբ որքանով կարեւոր է, որքան հնարավոր է մեծ թվով քաղաքացիները մասնակցեն գեղեցիկ այս ձեռնարկին բաց չթողնելու եւ ինչու՞ չէ նաեւ տեղեկանալու, իրազեկվելու նախկինի եւ նաեւ վստահ եմ դուք այս միջոցառումների ընթացքում ներկայացնելու եք ժամանակակից գրողներին, ժամանակակից ստեղծագործություն, որ այսօր են ստեղծվում, այսօր են գրվում գրքեր Սփյուռքում։ Այո, վերջերս հենց ունեցել էինք ժամանակակից poet, ցանկանաս մի քիչ ասել այդ մասին Ֆիոնա։ Այո, Matt Poet-ին բերել ամենը խոսում ենք, but դուդուկ player-ները շատ լավ ժամ ենք անցկացրել միասին ու
լսել ենք poetry ու խոսացել ենք afterwards make it շունչ ենք քաշում որ սիրտները հանգստացնենք ու այդենցի ասում են therapeutic technique սարքում ենք space-ի մեջ Եվ գիտեք Արմինե, սա լավ մեծ չանց է, ասենք մեր համայնքին, մանավանդ որ ասենք երեխաների հետ կապված ոտանավորներ, ասենք որ իրենք, ասենք վերհիշեն մեր, ասենք պատմությունները, մեր պոեզիան, երեխաների համար շատ մեծ չանց կլինի, որ իրենք ծանոթանան մեր հայ, ասենք պատմությանը, մեր հայ poetry-ին, ասենք ոտանավորներին, so ոնց որ ստեղծում է հայի այրուն, եռանդ մեր մեջ, ինձ թվում է այս մեր poemները Եվ նաև կարևոր է սա, ինչու՞ չեն ցանկացած ազգ գոյատևում է իր անցյալով, անցյալը պահելով, սերունդներին փոխանցելով այդ մեր հայտնի հանճարների, գրողների այդ աշխատանքների եւ վստահ եմ այսօր տարեցները կարոտած կլինեն այդ ամենը լսելու, վերհիշելու, իրենց երիտասարդ տարիների պատմությունները եւ նաև հրաշալի առիթ է այսօր Սփյուռքում ստեղծագործող երիտասարդներին տալ հնարավորություն ներկայացնելու նաև իրենց գրքերը, իրենց ստեղծագործությունները կապ հաստատել համայնքի հետ, կարծում շատ կարևոր նախաձեռնություն է։ Այո, so general public-ի համար, այսինքն երիտասարդների համար կամ չափահասների համար մենք ունեցել ենք արդեն անգլերեն պոեզիայի գիշերներ, որ ասենք իրենց համար երբեմն ավելի հեշտ է լինում, ասենք կամ անգլերեն խոսելը, կամ ասենք անգամ հասկանալը, բայց պոետը հենց հայ էր։ So այո, համաձայն եմ քեզ հետ։ So երկու լեզուներով ենք ունենալու հայերենով, նաև անգլերենով, բայց մեծահասակների հետ կապված մեր, ասենք, ավելի հայերենով հնչելը ավելի լավ է լինում, բայց երեխաների հետ էլ երևի անգլերենով եւ հայերենով կանենք։ Շնորհակալություն, խնդրեմ վերջում ներկայացնեք առաջիկա միջոցառումը երբ է տեղի ունենալու, որքանով կարևոր է լինելու, որ բոլորը մասնակցեն եւ ձեր ամփոփիչ խոսքը։ Այո, ուրեմն արդեն խոսում են ապրիլին մի երկու հատ ունենալու ենք պոեզիայի երեկոներ եւ հենց համարը որ դրել ենք թող իրենք այդ համարին զանգեն մենք կասենք հենց այդ օրը եւ տեղը որտեղ է լինելու այդ պոեզիայի գիշերները տեղը հələ որոշվում է դրա համար չեմ կարող հիմա ասել հաստատ հաջորդը երբ է լինելու բայց Այլի նմանապես շատ լավն է լինելու եւ շատ entertaining է լինելու ունենալու ենք հայտնի ասմունքող ցանկանում ենք երևի նույնին կանչենք եւ նա ասմունքի մեր համար Անչափ շնորհակալություն կարևոր այս ծրագրերը կյանքի կոչելու, շնորհակալ ենք նաև ձեզ կարևոր այս աշխատանքներն իրականացնելու Լոս Անջելեսի County-ում, կարծում հրաշալի տարիների ընթացքում դուք կապ եք դարձել County-ի եւ հայ համայնքի միջև կարևոր այս ծրագրերը իրականացնելու եւ ինչու՞ չէ նաև հայ համայնքին հնարավորություն տալու այս ծրագրերին մասնակցելու, քանի որ Լոս Անջելեսում մենք ունենք մեծ համայնք, ինչպես այլ համայնքները, մեր համայնքի համար եւս կարևոր է նմանօրինակ ծրագրերից օգտվել եւ մասնակից դառնալ։ Շնորհակալություն ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ ապագա ծրագրերի համար իսկ ձեզ Սելիորս այտողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ որ էկրանի վրա երևացող հեռախոսահամարով կարող եք զանգարել եթե ունեք հարցեր անպայման County-ի մտավոր առողջության դեպարտամենտի մասնագետները սիրով կպատասխանեն ձեզ ուզող բոլոր հարցերին բաց մի թողեք պոեզիայի երեկոներ գեղեցիկ այս նախաձեռնությունը անպայման այցելեք մասնակցեք այն անվճար է եւ հնարավորություն է տալու այսօր նորովի բացահայտել հայ գրականությունը կապ հաստատել անցյալի ու ներկայի միջև Ապրեք խաղաղությամբ եւ շարունակեք հետեւել US Armenia-ի հաղորդումներին